Հանուն հոր եւ որդվո եւ օգվույն սրբո ամեն։ Քիրք ծննդոց 45-րդ գլուխ Հովսեփ ինքզինք կհայտնե։ Հովսեփ չգրծավ ինքզինք զսպել բոլոր իրքով գայնողներուն արչև ու բորած։ Քովես դուրս հանեցեք բոլոր մարդիկը։ Երբ Հովսեփ ինքզինք իր եղբայրներուն ջանցուց, քովը ոչ մեկը գեցած էր։ Ցայնը փարսացնելով լացավ։ Եգիպտացիները լսեցին ու Փարավոնի դունն լսեց։ Հովսեփ իր եղբայրներուն ըսավ. Ես Հովսեփն եմ, իմ հայրս Դագավին ողջ է։ Եղբայրները չէին գռնար անոր պատասխանել, որովհետև անոր առջև շփոթած էին։ Հովսեփ իր եղբայրներուն ըսավ. Գաղերսեմ, մոդեցեք ինձի։ Անոնք ալ մոդեցան եւ ըսավ. Ես ծեր եղբայրը Հովսեփն եմ, որ Եգիպտոս դարվելու ծախեցիք։ Ուստի հիմա մի վշտանաք ու դուք ցեզի թեմ մի փորփոքիկ, որ զիս հոս ծախեցիք, որովհետև Աստված ղրգեց զիս ծեր արչևեն ցեզ ողջ բահելու համար։ Արդարև ասիգա սովին երկրորդ դարին է երկրի վրա եւ Դագավին 5 տարի գա, որ ոչ վարուցան պիտի լա, ոչ ալ հունցք։ Աստված զիս ծեր արչևեն ղրգեց, որբեսի երկրի վրա ցեզի բահես տնե ու մեծ ազատումով ցեզ ողջ պահե։ Ուրեմն հիմա զիս հոս ղրգողը դուք չեք, հաբա Աստված է։ Անզիս Փարավոնի հայր նշանակեց, իր ամբողջ դան դեր ու Եգիպտոսի ամբողջ երկրին գարավարիչ։ Շտաբելով բարձրացեք իմ հորսկով եւ ըսեք անոր. Սա գսեք Հովսեփ որդիդ, Աստված ամբողջ Եգիպտոսի դերը ռավզիս, մի ուշանար, իջիր իմ կովս։ Քեսեմի երկրի մեջ պիտի փնագիս ու իմ մոդս պիտի լաս, թուն քու որդիներդ եւ որդիներուդ որդիները, ոչխարներդ ու արչարներդ եւ ամբողջ ունեցածդ։ Հոն քեզի պիտի գերագրեմ, որովհետև Դագավին 5 տարի սով գա, որբեսի թուն քու ընտանիքդ ու ամբողջ ունեցածդ չթշվարանաք։ Ահա ծեր աչքերը եւ իմ եղբորս Բենյամինի աչքերը գտեսնեն, թե ցեզի հետ խոսողը իմ փերանս է։ Եգիպտոսի մեջ իմ ունեցած ամբողջ փառքս ու ծեր ամբողջ դեսածը պատմեցեք իմ հորս եւ ըշտաբելով հայրս հոս իջեցուցեք։ Ու իր եղբոր Բենյամինի վիզին վրա ինգավ եւ լացավ։ Բենյամինն ալ անոր վրզին վրա լացավ։ Իր բոլոր եղբայրները համբուրեց ու անոնց վրա լացավ եւ անգեյետ իր եղբայրները խոսեցան իրեն հետ։ Այս լուրը Փարավոնի դան մեջ լսվեցավ, թե Հովսեփի եղբայրները եկած են, ու Փարավոնի եւ անոր ծառաներուն հաջելի եղավ։ Փարավոն Հովսեփի ըսավ. «Քու եղբայրներուդ ըսե. սա արեք, ծեր անասունները փերծուցեք ու կացեք, Քանանի երկիրը մտեք, ծեր հայրն ու ընտանիքները արեք եւ ինձի եկեք։ Եգիպտոսի երկրին բարիկը ցեզի պիտի դամ ու երկրին բարարդուտենեն պիտի ուտեք։ Քեզի պատվիրվեցավ, որ անոնց ասես. սա արեք, ծեր մանուկներուն եւ գիներուն համար Եգիպտոսի երկրեն սայլեր արեք ցեզի, ծեր հայրը փոխադրեցեք ու եկեք։ Ծեր արարգաներուն մի նայիկ, որովհետև ամբողջ Եգիպտոսի երկրին բարիկը ծերն է։ Իսրայելի որդիները այդպես ըրին։ Հովսեփ անոնց սայլեր տվավ Փարավոնի հրամանին համաձայն եւ ճամփորդության համար անոնց բաշար տվավ։ Անոնցմե յուրաքանչյուրին զատ փոխելիք հանդերձներ տվավ, բայց Բենյամինի 300 գդոր արձատ ու 5 փոխելիք հանդերձ տվավ։ Իսկ իր հոր հետևյալը ղրգեց 10 էշ Եգիպտոսի բարիկներով բերծված ու 10 մադակ էշ ծորենով, հացով եւ ուդելիքներով բերծված իր հոր ճամփորդության համար։ Այսպես ուղարկեց իր եղբայրները ու քացին եւ անոնց ըսավ. «Ջամփան մի գրվիկ»։ Անոնք Եգիպտոսեն բարձրացան ու թեպի Քանանի երկիրը իրենց հոր Հակոբի քացին եւ անոր պատմեցին ըսելով. Հովսեփ Դագավին ողջ է ու Եգիպտոսի ամբողջ երկրին գարավարիչը անիգա է։ Հակոբի սիրտը նվաղեցավ, քանի որ անոնց չհավատաց։ Անոր հաղորդեցին Հովսեփի բոլոր խոսքերը, որ իրենց ըսեր էր։
Եվ դեսավ Հովսեփի ղրգած սայլերը զինք փոխադրելու համար, անոնց հոր Հակոբի հոգին վերաբրեցավ, եւ Իսրայելը ասավ. «Բավական է, իմ որդիս Հովսեփ Դագավին ողջ է, երթամ ու տեսնեմ զայն մեռնելես առաջ»։ Փառք քեզ, Տեր Աստված մեր, ամեն։